Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եւ ամբողջ Սովետական Միությունում եւ նույնիսկ հենց Երևանում մարդիկ են եղել, որոնք խուսափել են զորակոչից եւ 4 տարի թաքնված են մնացել։ 4 տարուց հետո դուրս էին գալիս, կարգավորում էին փաստաթղթերը եւ ապրում իրենց համար։ Չնայած դեպքեր են եղել, որ նաեւ բռնվել եւ դատվել են, որպես բանակից խուսափող։ Թվում է, թե 4 տարի թաքնված լինելը ահռելի ժամանակ է, բայց վերջերս կարդում էի մի նյութ, որտեղ պատմվում էր Իսպանիայի մասին։ 1936 թվականին, երբ հանրապետականները, սոցիալիստները պարտվեցին եւ իշխանության եկավ գեներալ Ֆրանկոն, ովքեր կարողացան լքեցին Իսպանիայի տարածքը։ Իդեպ շատերը նույնիսկ եկան Սովետական Միություն եւ մասնակցեցին Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Բայց եղել են դեպքեր, որոնք չկարողանալով երկիրը լքել, թաքնված են մնացել ամբողջ երկրում։ Նույնիսկ կան հուշագրություններ, որ մարտը 1936 թվականից մինչև 1973-ից 75, Ֆրանկոն մահացավ 75-ին, իսկ 73-ին համեմատաբար մեղմացումներ եղան։ Իր տանը թաքնված է եղել։ Այսինքն այդքան տարի կինը հարազատները գնում էին աշխատանքի, գործի, իսկ ինքը այդքան տարի տանը մնացել էր թաքնված։